Պարոն վարչապետ, մինչ Հայաստանի իշխանությունները նոր կոմունիկացիաներով խաղաղ տարածաշրջան են նախագծում, փորձում ներգրավել կամ ներգրավում միջազգային գործընկերների, Ադրբեջանի նախագահը անում է հայտարարություններ, որոնք հակասում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների խաղաղասիրական ոգուն։ Ինչպես կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, որում Սևանա լիճը անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից, որը այս փուլում հղի է լուրջ ռիսկերով, կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեվ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Ինչ որ անում։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասացի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասացի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստ, դա շատ վտանգավոր բան է, որովհետև ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որովհետև եթե պատմությանն ենք հղում անում, պետք է նաև բան անենք։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8 Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Կարող ենք ասել 2024 թվականի ցավոք չեմ հիշում կանոնակարգը երբ է ստորագրվել, սեպտեմբերին եւ հոկտեմբերին վավերացվել է։ Կարող ենք կետը ասել։ Եվ կարող ենք ասել այսա քաղաքական մեկնակետը, որի վրա կառուցվում են մեր process-ները։ Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում։ Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում։ Թվարկությունից առաջ 70-ականները օրինակ կարա լինի այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Կարա լինի, թե չէ լինի։ Այսինքն որը մեկը համաձայնա, նախ այս հարցը ճշտենք։ Կասի 50 տարվանն է, ասցի, կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, լեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, մարտից նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Դրանից ավելի լեգիտիմ հենք պատմության գոյություն չունի։ Եվ կհիմնավորեն մարդիկ։ Մի մասը ասում է 500 տարի առաջ։ Ուշադիր լինենք, եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն է, դենց վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր դրանից առաջ Իրանը կարա ասի ես ինչ եք քննարկում։ Ընդ
որում երբեմն ես ձեզ ասեմ, մի այսպիսի զավեշտալի պատմություն է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Ուրեմն մի բանավեճի ժամանակ, չասեմ որտեղ է տեղի ունեցել այդ բանավեճի եւ մասնակցությամբ, կողմերից մեկը մյուս կողմին ասել է հիմնավորելու համար իր քաղաքական դիրքորոշումը, ասել է դու գիտես որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ։ Կողմերից մյուսը ասել է դու գիտես որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ։ Ու ընդհանրապես հետո պարզվել է որ այդ զանգը պարսկերեն է նշանակում զանգ։ Հիմի ումն է պատմական ճշմարտությունը։ Ումն է պատմական ճշմարտությունը։